Երևանից դեպի հյուսիս, ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Արայի լեռը և նրա ստորոտում հարավից Եղվարդ քաղաքը։ Այն նաև մոտ է Աշտարակ, Աբովյան, Էջմիածին քաղաքներին, գլխավոր մայրուղիներին, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանին, Արայի և Արագած լեռներին, Քասախի և Հրազդան կիրճերին և շուրջօրյա սպորտաձևերի ու զբաղմունքների զարգացման համար ունի բարենպաստ բնակլիմայական պայմաններ։ Արայի լեռան հյուսիսային ստորոտում Քասախի կիրճի եզրին Եղվարդից դեպի արևմուտք մոտ 15 րոպե հեռավորության վրա գտնվում են Օհանավանքն ու Սաղմոսավանքը, կառուցված 13-րդ դարում։ Արայի լեռան մեջ մխրճված ժայռաքարի քարանձավում տեղ է գտել Ծաղկավանքը, որն ըստ տեղացիների ունի մեր թվարկության 4-րդ դարի պատմություն։ Քիչ հետաքրքրական չեն նաև ոչ հեռու գտնվող Արագածի լանջերին 7-րդ և 11-րդ դարերում կառուցված Ամբերդի ամրոցն ու վանքը։ Նույն տարածքում արդեն նախորդ դարում կառուցվեց Բյուրականի աստղադիտարանը, որը հայտնի էր համաշխարհային գիտության մեջ իր ներդրումներով։ Եղվարդից անմիջապես դեպի արևելք գտնվում է 7-րդ դարում կառուցված Զորավանքի, ցավոք սրտի, մի քանդված պատը միայն։ Արայի լեռան ստորոտում ավելի քան 1000-ամյակ առաջ կառուցված այս ճարտարապետական կոթողները ապացույցն են հայ ժողովրդի ստեղծագործ մտքի, շինարար ձեռքի և դեպի լուսավոր ապագան ունեցող անկոտրուն հավատքի։ Այս կառույցները քիչ ջանք և երևակայություն չեն պահանջել մեր նախնիներից և մինչև օրս էլ հանդիսանում են մեր ժողովրդի հպարտությունը։ Հայաստանի ամբողջ տարածքով սփռված բազմաթիվ բոլոր նմանատիպ նախագծերն էլ այն օրերին պահանջել և իրականացվել են անձնական մեծ զոհաբերություններով։ Անգամ նախորդ դարում կառուցված Մեծ Եղեռնի զոհերին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է կառուցվել այդ ժամանակ մեր երկիրը ղեկավարող անհատների կողմից իրենց պաշտոններն ու անգամ կյանքը վտանգելու գնով։ Դարեր անց հստակ է դառնում, որ ժամանակի քննությունը պատվով անցնում ու ապագայում հիշվում ու գնահատվում են միայն այն կառույցներն ու գործերը, որոնք կյանքի են կոչվել և իրականացվել այդ ժամանակների համար գրեթե անհնար պայմաններում և անձնական զոհաբերության ու նվիրումի արդյունքում։ Այս ճգնաժամային և անհանգիստ ժամանակներում մենք առաջարկում ենք մի ծրագիր, որը կարող է դառնալ նման պատմական կառույց և ավելացնել Արայի լեռան ստորոտում կառուցված հուշակոթողների թիվը և գալիք սերունդներին թողնված ժառանգությունը։ Ի տարբերություն անցյալ դարերի, այսօր այն չի պահանջում անձնական զոհաբերություններ, այլ ճիշտ հակառակը, խրախուսվում է գրեթե 30% ներդրումային շահութաբերությամբ ֆինանսական ներդրողների համար և լավ աշխատավարձով գիտելիքներ ու ֆիզիկական մասնակցություն ցուցաբերածների համար։ Նման նախագծերը կարող են լավ օրինակ հանդիսանալ և խրախուսել այնպիսի մեծածավալ նախագծեր, որտեղ ամեն ոք կարող է իր մասնակցությունն ունենալ իր հնարավորությունների շրջանակներում, մեկը ֆինանսապես, մյուսը գիտելիքով, երրորդը աշխատանքով, մեկն էլ հրապարակելով ու գովազդելով այն։ Դա հնարավոր է, քանզի հայ ազգը ունի ամենատարբեր հնարավորությունների տեր հայորդիներ սփռված ամբողջ աշխարհում, տիրապետող աշխարհի լեզուներին, գիտելիքներին և փորձին, հնարավորություններին ու հնարամտություններին, որոնք կարող են միավորելով իրենց ուժերը իրականացնել և իրենց, և Հայաստանի համար շահութաբեր նախագծեր։ Մեր ժամանակներում թերևս ամենահիշատակվող իրադարձությունն ու տարեթիվը հայոց պատմության մեջ դա Մեծ Եղեռն է, 1915 թվականը։ Առջևում 2015 թվականն է, և մենք կարծես դեռ թերագնահատում ենք այդ տարելիցի կարևորությունն ու նրա ընձեռած հնարավորությունները։ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանխատեսվում է այցելուների կտրուկ աճ, կապված Եղեռնի 100-ամյակի հետ։ Աշխարհի հզոր երկրներն անգամ պայքարում են նման առիթների համար, քանզի դրանք լավ նախադրյալներ են ստեղծում տնտեսական աճի և սոցիալական պայմանների բարելավման համար։ Այդպիսի առիթներ են հանդիսանում օլիմպիական խաղերն ու ժողովրդականություն վայելող սպորտաձևերի համաշխարհային մրցումները, որոնք մեկ ամսից էլ կարճ են տևում։ Լավ մշակված աշխատանքային ծրագրի և նրա լավ իրագործման արդյունքում
Հայաստանը ամբողջ 2015 թվականի ընթացքում կարող է լինել միջազգային հանրության ուշադրության առարկան եւ գայթակղել մեծաքանակ օտարազգի այցելուների։ Օգտվելով այդ առիթից, հայերը կարող են միջազգային հանրությանը ցույց տալ իրենց կազմակերպվածության մակարդակը, հաջողություններն ու հնարավորությունները 21-րդ դարում։ Դրանով իսկ ընդլայնելով երկրի տնտեսական ու քաղաքական հզորության համար անհրաժեշտ միջազգային համագործակցության եզրերը։ Այցելուների կանխատեսվող քանակը կարող է տատանվել կախված երկրում տարվող նախապատրաստական աշխատանքներից եւ դրանց հրապարակայնության արդյունավետությունից։ Միևնույն ժամանակ դա լավ հնարավորություն կհանդիսանա հայ ժողովրդի համար համազգային շաբաթօրյակ հայտարարել եւ հիմնովին վերանորոգել ու կառուցել Հայաստանը հյուրերին դիմավորելու եւ ներկայանալու համար։ Խոսքը չի գնում նվիրատվությունների մասին, այլ եղած հնարավորությունների լավ ուսումնասիրության միջոցով փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման։ Ելնելով իր աշխարհագրական դիրքից եւ ունենալով աշխարհասփյուր հայ ազգ, որը տիրապետում է շատ լեզուների եւ ծանոթ է շատ այլ ազգերի մշակույթներին, սովորույթներին, մտածելակերպերին եւ գործելակերպերին, Հայաստանը կարող է դառնալ հյուսիսը հարավին եւ արևելքը արևմուտքին կապող մի հարմար օղակ եւ զարգանալ ու բարգավաճել։ Ձեր ուշադրությանը ներկայացված Մասիս, Սիս ու Նոր Հայաստան լճափնյա հանգստավայրեր Հայաստանում ծրագիրը այդպիսի նախաձեռնությունների օրինակ կարող է հանդիսանալ մեր օրերում։ Միջազգային ճգնաժամի պայմաններում ծրագիրն իր գրեթե 500 միլիոն ամերիկյան դոլար բյուջեով կլուծի մի շարք էապես կարևոր խնդիրներ, մասնավորապես բազմահազար բարձր վարձատրվող շարունակական աշխատատեղերի ստեղծում, միլիարդը գերազանցող համախառն ներքին արդյունքի աճ, մասնավոր միջոցներով Եղվարդի անավարտ ջրամբարի կառուցում որպես հանրային սեփականություն, այլ ներդրումների խրախուսում եւ գործնական ծրագրերի ոգեշնչում, բնական ռեսուրսների ավելի լավ օգտագործում եւ գյուղատնտեսության զարգացում, միջազգային համբավ ունեցող հյուրանոցային կառավարման բրենդի մուտքը Հայաստանի Հանրապետություն, որը զգալիորեն կբարձրացնի սպասարկման որակն ու չափանիշները Հայաստանում, ներգնա զբոսաշրջության ավելացում եւ արտագնա զբոսաշրջության կրճատում, մայրաքաղաքի ծանրաբեռնվածության թեթևացում, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցեր տարբեր բնագավառներում ու հարթություններում։ Այս գործնական ծրագիրը իր նշանակությամբ եւ ծավալի մեծությամբ պատմական իրադարձություն եւ մեծ բարերարություն է Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի կյանքում եւ միևնույն ժամանակ այն շահավետ գործնական առաջարկ է։ Ծրագրի կանոնադրական կապիտալում մասնակցության ցանկություն հայտնելու, ինչպես նաեւ հավելյալ տեղեկությունների եւ առաջարկությունների համար կարող եք դիմել